Բարև սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկնուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը, շնորհակալություն, պարոն Բոստանջյան։ Մենք խոսենք տնտեսական խնդիրների մասին, բայց նախ այնուամենայնիվ հիմա կարծես թե ամբողջ եթերը, չգիտեմ, ինտերնետը լցված է այդ այոյի եւ ոչի շոուներով, դուք եւ հասարակության այդ ակտիվ մասը, հա, ինչ որ չափով բաժանված է այդ ճակատների, այո եւ ոչ է, դուք որ ճակատին եք համակրում։ Ես ասում եմ ամսի 6-ը գա կողմնորոշվեմ այդ օրը։ Հա։ Այս պահին այդպես կողմնորոշված չեմ դեռևս։ Չէ, ես չեմ ասում ինչպես է քվեարկելու, ես ասում եմ ինչ ոնց եք վերաբերում այս քննարկումներին։ Իհարկե չի կարող դրական վերաբերվել, պայմանավորված են հանգամանքով, որ ճնշող մեծամասնությունը մեր բնակչության պարզապես միջև անգամ մեր նման մարդիկ, որոնք ըստ էության կոչված են քննարկելու, դիտարկելու, վերլուծելու, գնահատելու, մեր նման մարդկանց մոտ արդեն իսկ դժվարություններ կան, ընդհանրապես այս փոփոխությունները գնահատելու առումով, եւ կարծում եմ, որ ժողովուրդը, որը պարզապես չի ունեցել ու չունի մեծ հնարավորություն այդ առումով կողմնորոշվելու, ընդհանրապես նման այդպես քայլերը կարծում եմ, որ ըստ էության երևի թե մեծ բան չեն նշանակում։ Ես երևի մի քիչ եթերով կամ ինտերնետով նայում եք, հա, մարդիկ գնում են, ասենք, գյուղերը, հա, եւ այո կամ ոչ են քարոզում, եւ ի պատասխան դրա մարդիկ խոսում են, ասենք, իրենց միսիայի ցուցակների մասին խանութներում, խոսում են կոմունալ ծախսերը ինչպես փակեն, կամ, չգիտեմ, երբ են իրենց թորներին տեսնելու, որոնք վաղուց արդեն Ռուսաստանում են։ Բնական է դա, չէ՞։ Շատ բնական է, որտեղ քաղաքացին ըստ էության ոչ թե Հայաստանի Հանրապետությունում ցանկացած միջև անգամ շատ հարուստ ու ճոխ երկրում եւս ունի սոցիալական, կենցաղային հարցեր եւ բնականաբար առաջինը այդպիսի հարցերին է նա ուշադրություն դարձնում, սևեռվում եւ հասկանալի է, որ հիմա մեր քաղաքացիները այո խոսում են իրենց առօրյա կյանքից ու դա դժվարություններից, բնականաբար սահմանադրությունը որպես այդպիսին այս պայն այն դեղատոմսը չի հանդիսանում, որով քաղաքացին կարող է ընկալել կամ հասկանալ, որ գիտեք, դրանից հետո ամեն ինչը հիասքանչ կլինի։ Հետո կամ ավելի կվատանա։ Գիտեք ինչ կա, իհարկե որոշները, որ այդպես խիստ համոզված են խոսում, ես երբեմն զարմանքով եմ նայում այդ մարդկանց, ասում եմ, մենք չենք մահանալու, չէ՞, գոնե առաջիկայում։ Մի քիչ կապրենք, էլի։ Մի ամսվա ընթացքում հաստատ կտեսնենք ինչ կլինի։ Կտեսնենք, չէ՞, ինչ կլինի։ Ոնց կարելի է, ասենք, կանխավով մեծ համոզվածություն ունենալ մի բանի վերաբերյալու շուրջ, երբ որ դա նախորդել է տևական ժամանակահատված, այդպես խոցելի երևույթներ։ Այսինքն ոչ մի սահմանադրության մեջ, հա, աշխարհի, այս մոգական բառեր մենք չենք կարող գրենք, որոնց ազդեցության տակ կյանքը կփոխվի։ Այդպես եթե լիներ, ուրեմն մենք կարող էինք հաստատ կգտնեինք այդպիսի մարդիկ, որոնք իսկապես մոգական բառեր կգրեին, տիեզերական բառեր կգրեին եւ դրանով կյանքը հիասքանչ կդառնար։ Նման բան չի լինում։ Բյուջեի վերաբերյալ հիմա խորհրդարանում բյուջետային քննարկումներ են գնում, կարծես թե այդ բյուջեն առանձին լավատեսությամբ չի փայլում, դա բնականon է։ Գիտեք, ես կարծում եմ, որ բնականon է, հենց հատկապես 2016 թվականի բյուջեի կտրվածքով, որտեղ ի տարբերություն այլ տարիների բյուջետային քննարկումների կամ գնահատումների, ես կարծում եմ, որ 2016 թվականի համար բավականաչափ իրատես բյուջե են, ուրեմն նախատեսել, նախագծի հեղինակները, բոլոր դեպքերում ես ողջունում եմ այդ քայլը, որտեղ պայմանավորված բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ըստ էության նախորդող տարիները ոչ թե միայն այս ընթացիկ 2015 թվականի համար եմ ասում, դրան նախորդող տարիների առումով Հայաստանի Հանրապետությունում այդպես բացասական երևույթներն են զարգացել։ Եվ հիմա այդ ֆոնի վրա, այդ բոլորի այդպես համայնապատկերի վրա
այդպես նախատեսել, նախագծել, ասենք ավելի առարկայական, ավելի մեծ բյուջե, մեծ ծրագրերով իրատեսական չէր լինի։ Դրա համար ես կարծում եմ, որ իրատեսական բյուջե ներկայացված 2016 թվականի համար ավելին։ Դուք տեսեք, համախմբված եկամուտների առումով մենք ունենք 8-7 միլիարդի չափով ավելի պակաս եկամուտներ պետք է ունենանք 16 թվականի։ Ինչ պատճառով է ձեզ։ Դե պատճառը արդեն հայտնի է եւ այդ պատճառի վերաբերյալ մինչեւ անգամ իշխանության եւ կառավարության ներկայացուցիչները ասում են, որ դուք համաձայն եք իրենց պատճառաբանության հետ։ Իրենց պատճառաբանության հետ գիտեք ինչ կան, որ ես հասկանում եմ պրագմատիկ դիտանկյունից, որ այսօր մենք ունենք հարկերի հավաքագրման ոչ ցանկալի մակարդակ եւ ունենք լարվածություն բյուջեում ամենահասարակ նախագծերի ու ծրագրերի իրականացման առումով բնականաբար այս տենդենսը, այս միտումների պարագայում հնարավոր չի առնվազն համեստություն կլներ ավելի մեծ այդպես բնագծեր, ավելի մեծ մակարդակներ ներկայացնելու։ Այդ առումով պետք է ասել, որ իրատեսական քայլ է, բայց ինչ վերաբերվում է այդ բացասական երևույթին, դրանք այդպես էլ պետք է լինեին։ Ուրեմն փաստորեն այս պայդրությամբ մենք ունենք այդպես ներդրումների չափազանց մեծ պակաս ունենք։ Մենք ունենք աշխատանքների բացակայություն։ Մենք ունենք տնտեսական մրցակցության ոչ հավասար պայմաններ կամ նորմալ պայմաններ։ Այսինքն մենք չենք հասել, կոռուպցիոն ռիսկերը բավականաչափ բարձր են։ Այս բոլորի հանրագումարում սրանք այդպես ես ասում եմ բառը չմտածենք, որ դրանով ավարտվեց։ Արդեն տվյալ երևույթը, խոցելի պահերը, բացասական երևույթները շատ համակարգային են, շատ մեծ այդպես ընդգրկում ունեն եւ սրանց լուծումը կամ դիմակայելը այս ոչ ցանկալի երևույթին դիմակայելը ըստ էության պահանջում է կտրուկ ու տևական աշխատանք։ Ներեցեք պարոն Խոստանյան, ձեր թվարկած արատների պատճառով է, որ հարկերը լավ չեն հավաքվում։ Իհարկե, այս բոլորի պատճառով ուրեմն հարկերը բնականաբար տեսեք ազատ մրցակցության բացակայության պայմաններում փաստորեն ստացվել է այդպես, որ ուրեմն մի քանի այդպես ավելի հովանավորություն ունեցող սուբյեկտներ ըստ էության շրջանառության ճնշող մեծամասնությունը վերցնում են իրենց վրա փոքր եւ միջին բիզնեսի համար փաստորեն գործառույթի տեղ չի մնում։ Եվ բնականաբար ընդհանրապես ցանկացած երկիր, ես ասում եմ, միջև անգամ զարգացած երկրները ըստ էության, տեսեք, որքան էլ վերազգային կամ մեծ այդպես կազմակերպություններ, ֆինանսա-արտոնաբերական ընկերություններ, մենք միշտ լսում ենք մեծերի մասին եւ կարծում ենք արդեն թյուր պատկերացում ենք, որ ամբողջը այդպես է, բայց պատկերացրեք, որ միջև անգամ ամենազարգացած մեծ երկրներում փոքր եւ միջին բիզնեսը ըստ էության համախառն ներքին արդյունքի 65-ից 75%-ն է ստեղծում։ Ուրեմն անկախ, ուրեմն մեծ խոշոր տնտեսավարող սուբյեկտներից հիմնական զանգվածը փոքր եւ միջին բիզնեսն է եւ դրա միջոցով է առաջանում միջին խավը։ Եվ բյուջեն։ Իսկ դա բարձի եւ բյուջեն դրա նկատմամբ պարտավորությունները։ Տեսեք, մենք այս առումով ունենք խոցելիություն եւ բնականաբար փաստորեն փոքր եւ միջին ձեռնարկությունների կտրվածքով հազարավորներով փակվում են։ Դատարանում են, որտեղ արդեն նպատակահարմար չեն գտնում մարդիկ գործունեություն իրականացնելու, ցանկացած գործունեություն փոքր թե մեծ որոշակի շահույթ պետք է հետապնդել։ Եթե այդ շահույթը չկա, արդեն նրանց գործունեությունը դառնում է անհեռանկարային։ Այն միջոցները, որոնք փորձել է ձեռնարկել կառավարությունը, մասնավորապես շրջանառության հարկի 1% այն դեպքում, եթե փաստաթղթեր կա, դրանք անբավարար էին հետևաբար։ Ամեն դեպքում կյանքը նորից ցույց տվեց, որ անբավարար էր։ Որտեվ գիտեք, մեր մոտ արդեն փոքր բիզնես, սոցիալական բիզնես, այդ բոլորը արդեն խառնվել է իրար եւ մենք տարանջատում չենք կարողանում անցկացնել հասկանալու համար, որպեսզի
տեսնենք, ասենք, որ զանգվածն է իրականացնում սոցիալական բիզնես, որը միջև անգամ, եթե ուզում եք իմանալ, ասենք հարկատու էլ պետք է չլինեն։ Լավագույն դեպքում կարելի է արտոնագրային, այդպես վճարների տեսքով նրանք մտնեն շրջանառության մեջ, բայց ասենք նրանք որպես հարկատու չեն կարող լինել շատ բնական ձևով։ Ուրեմն մենք ըստ էության փաստորեն դեռևս չենք կարողանում իրականացնել այնպիսի գործունեություն, որի արդյունքում մենք կարողանանք տարանջատել ընդհանրապես բիզնեսները, փոքր է, մեծ է, միջին է, խոշոր է։ Թվերով չի լինի, ասենք չէ, մինչև այսքան շրջանառություն, այսքան եւ իհարկե, հենց թվերով ամբողջ աշխարհում թվերով էլ տեղի ունենում է process-ը։ Քանակական ինչ-որ չափանիշներ կան։ Գիտեք ինչ, անհնարին ոչինչ չկա, ամբողջ աշխարհը ոնց է կանոնակարգվում այս process-ը։ Քանակական բնականաբար նման երևույթները քանակական չափորոշիչներով են ուրեմն կարգավորվում։ Այդուհանդերձ Հայաստանի Հանրապետություն ստերային տնտեսության, ասենք, շրջանակները, սահմանները, ծավալները մեծ լինելու պարագայում մենք փաստորեն միջև անգամ որոշ տեղերում նաև մտածված ձևով էլ այնքան ուշադրություն չենք սևեռում այն հանգամանքի վրա, սա փոքր է թե մեծ է, որտեղ ասենք ես համապատասխան վերլուծություններ քննարկումների ժամանակ նաև նկատել եմ հետևյալը, որ մեծ շրջանառություն ունեցող տնտեսարար սուբյեկտը որոշ պարագաներում հանգրվանել է փոքր եւ միջին տիրույթում։ Պատահում է։ Այսինքն ճիշտ է կառավարությունն անում, որ ասում է ժողովուրդ հույսեր մի կապեք, աշխատավարձի եւ թոշակի բարձրացում չի լինի 2016 թվականին։ Դե 16 թվականին իսկապես էլ չի լինի։ Մենք չենք կարող, որտեղ մենք չունենք համապատասխան միջոցներ։ Գոնե այս պահին չունենք։ Այլ բան է, որ 2016 թվականին ստացվի այնպես, որ նախադրյալները ստեղծվեն ընդհանրապես հետագա տարիների 17-18 համար կլինեն դրանք չեն լինի, ես չեմ կարող նա այդպես վստահ ասել, բայց բոլոր դեպքերում ցանկացած առաջընթացի, ցանկացած բարձր մակարդակի համար անհրաժեշտ են պայմաններ, նախադրյալներ։ Ուրեմն 2016 թվականի նման բյուջետային հարաբերությունները կամ ցուցանիշները ըստ էության խոսում են այն մասին, որ ոչ թե միայն 2015 թվականի, այլ ընդհանրապես նախորդող տարիների ընթացքում անտարբասական զարգացումների են մենք առնչվել։ 1, 2 կամ չգիտեմ 4% աճը ինչ որ բան տալիս է թե չի տալիս։ Հայաստանի Հանրապետության համար առանց այտել, սա փոքր երկիր է, մեր երկիրը փոքր երկիր է եւ բնականաբար փոքր երկրի Անայի մասին է հայ ասած։ Ես հասկանում եմ ինչ եք ասում։ 2% է նախատեսվում 2016 թվականին, բնական է, որ մենք այդ աճով չեն կարող որևէ մի բան ապահովել, բայց բոլոր դեպքերում գոնե կարելի է ենթադրել, որ այդպիսի աճը կնշանակի, որ գոնե մենք նահանջ չենք ունենա։ Այս պարագայում նահանջ չունենալը արդեն իսկ հավատացեք, որ կարելի է որակել որպես նաև հաղթանակ, որտեղ ընդհանրապես աշխարհաքաղաքական զարգացումները ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության դեռևս չգործելը, չկայացածությունը, տարածաշրջանում բարդ խնդիրները, այս բոլորի հանրագումարում նաև ինչի՞ չէ գումարած դրան մեր երկրի Հայաստանի Հանրապետությունը, ասենք ստրատեգիական բնույթի ռեսուրսներ չունենալու հանգամանքը, այս ամենը իսկապես ստեղծում են դժվարություններ։ Մենք ունեինք տարիները, երբ 12 կամ 14% հնայ աճ ունեինք եւ իմ տպավորությամբ մենք չէինք ապրում Էդեմում եւ թրջունները, այսպես ասած, չէին ծլվալու։ Դե բոլոր դեպքերում աճը, գիտեք ինչ, պարոն Աբրամյան, ես ձեզ ասեմ, հիմա զարգացած երկրներում այդպես քաղաքացին չեք գտնի մի քաղաքացի, որ տնտեսական աճ հասկացության մասին այդպես հուզվի կամ հարցնի, արդյոք ինչքան է լինելու մեր տնտեսական աճը։ Նրանց մոտ ոչ թե նրանք գրագետ չեն, այլ պարզապես չափագրությունը միշտ անցնում է հետևյալ ձևով, սպառման որոշակի մակարդակ ունենք։ Հաջորդ ֆինանսական տարում, նրանից հաջորդ մյուս տարի մենք ունենալու ենք սպառման ավելի բարձր նկատելի մակարդակ։
Այդ մակարդակ արդեն լինում է։ Ուրեմն նրանք հիմնականում երկու կտրվածքով են մտածում։ Մեկը անվտանգություն երկրի, մյուսն է սպառման մակարդակի Այսինքն ինձ հետաքրում է, ես որքան աշխատավարձ եմ ստանում եւ այդ աշխատավարձով ինչ կարող եմ առնել։ Եվ այս 25 տարվա ընթացքում երբեք երանելի վիճակ չի եղել։ Սա բնական չի, որ դուք այդպես էլ պետք է մտածեք։ Ենթադրենք ես ձեզ ապակողնորոշեմ, ասեմ, գիտեք, մենք երանիշ տնտեսական աճ ենք ունենալու։ Մեր մոտ ամեն ինչ դուք նոր մի փոքր առաջ ասեցիք իրենս սահմանադրության, որ կարելի է մոգական այդպես բառեր գրել այդտեղ։ Այդ բառերով չի կերակրվում քաղաքացին մարդը։ Մարդը ստեղծված է ուրեմն եւ բնականորեն սպառում է եւ ինքը կարողանում է առաջի հերթին հետևել իր սպառման մակարդակին, ինքը լավ է կարողանում սպառել, թե չի կարողանում։ Նման երևույթների պարագայում միջև անգամ եթե մենք շատ ենք արծարծում ես հարցը տնտեսական աճ, բարձր, ցածր, երկնիշ եւ այլը, միջև անգամ կարող է որոշակի պարագաներում արդեն քաղաքացիներին օրբիտայից, իր ուղեցրից հանում ենք, որտեղ նա արդեն դադարում է հետևելուց պրոցեսի։ Մի մասնավոր հարց, որը շատ բուրըն քննարկումներ առաջացրեց խորհրդարանում, նախատեսվում է բարձրացնել դատախազների, այլ ոչ մեկի աշխատավարձը չեն բարձրացնում, բայց դատախազների աշխատավարձը բարձրացնում են։ Դուք դա պոպուլիզմ եք համարում, որ ասում են, չէ, պետք չի բարձրացնել, թե իսկապես այսինքն մարդկանց աշխատավարձը պետք է բարձրացնել, որ նրանք ասենք կաշառք չվերցնեն։ Գիտեք ինչ, ես զարմանում եմ, որ օրինակ եմար դուք առաջինը չեք, արդեն տեղի ունեց այս պրոցեսը, որ գնացել է, մեկ-երկու օրվա պատմություն ունենալով հանդերձ, արդեն ամբողջ քաղաքում խոսում են այդ մասին բարձրացել է։ Չի բարձրացել, գիտեք ինչի համար, որտեղ մենք ունենք երկու օրենք, մեկը պետական պաշտոնատար անձանց վարձատրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, եթե դուք ծանոթ եք այդ օրենքին, համապատասխան այդ օրենքի, համապատասխան պաշտոնատար դիրքերում գտնված մարդիկ ուրեմն պետք է վարձատրություն ունենան վարձատրության չափ, ինչպես նաև կենսաթոշակի տարիքի հասած պարագայում բացի դրանից մենք ունենք քննչական մարմինների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի։ Մի քննչական մարմինների մասին օրենքով արդեն շուտ, ավելի շուտ ընդունված մենք ուրեմն քննչական մարմիններին ընձեռել էինք որոշակի համաձայն այդ օրենքի հնարավորություններ արտոնյալ ասենք առողջապահության տարբեր հարցերի վերաբերյալ։ Այսինքն այդ սուտ է, այդ չեն բացում։ Հիմա ոչ թե սա տեղի ունեցել շտկուն, ճշգրտում։ Այսինքն այդ արտոնությունները տեղից վերացան, դրանք ուրեմն մտան պաշտոնատար մարդկանց ուրեմն վարձատրության մասին օրենքում եւ բացի այդ էլ քննչական մարմինում ստացվել էր այդպես կազուսի վիճակ, քննիչները ավելի շատ էին ստանում վարձատրություն, քան թե դատախազները։ Դրա համար այդ փոփոխությունը տեղի ունեցավ։ Հիմա հանգարցակի դա չորակվի, որ ասենք թե վերցնել են այս դժվար իրավիճակում մեկի աշխատավարձը բարձրացել են։ Պարզապես ապահովել են համահունչությունը մյուս պաշտոնատար անձանց հետ։ Իսկ ընդհանրապես սկզբունքորեն դուք կողմ եք, որ աշխատավարձը պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացիչան նաև եւ իրավապահ մարմինի բարձրացվի, որպեսզի նրանք կաշառք չվերցնեն, բիզնեսների մեջ չխրվեն եւ այլն։ Նման ձևով ուրեմն տեղի չի ունենում այդ process-ի այդ կասեցումը եւ բնականաբար մենք բազմիցս այս վերաբերյալ խոսել ենք եւ հիմնավորել ենք հնարավոր չի դա այդպես բարձր աշխատավարձով կասեցնել սա ենթադրում է ու պահանջում է այլ մոտեցումներ պատասխանատվության միջոցներ կան պատժամիջոցներ կան ընդհանրապես ցանկացած աշխարհում ամենաբարձր երկրի նախագահից վերջացած միջև հասարակ քաղաքացին չաշխատող ուրեմն պետք է ուրեմն պատասխանատվության համապատասխան ինստիտուտներով օրենքը սահմանին յուրաքանչյուրի նկատմամբ գործառույթի նկատմամբ գիտեք ինչ այսպես կոպիտ ասենք որ մեր քաղաքացիները հասկանան մեր խոսակցությունը օրենքը ոչ այլ ինչ է կան ասում եք սա կարելի է սա չի կարելի բոլոր չկարելի երևույթների վերաբերյալ ով ուզում է ոտնձգություն անի, նա համապատասխան բաժի պետք է
արժանանա։ Եթե չի արժանանում այդ բաժի, այդ մնացած աշխատավարձ բարձրացնել, աշխատավարձ ցածրացնել, չէ՞ մասնավորապես ես կարող եի ասել, հիմա տեսեք, ես չի ուզում այդ հարցը բարձրացնել, արդեն այնտեղ բոլոր կայքերը գրեցին այդ մասին, որ Անգլիայում եւ Դանիայում տեսեք 5 անգամ ավելի քիչ է պետական ապարատը 6500 անգամ Անգլիայում 7000 անգամ Դանիայում ուրեմն ավելի քիչ են ծախսերը պետական ապարատի այո բյուջեի մասին մեքենաներ եւ այլն այսինքն դուք պատկերացեք ամբողջ միացյալ թագավորությունը Ուելսը, Շոտլանդիան, Անգլիան, պատկերացեք Իռլանդիան, այս բոլորը իրար հետ 190 մեքենա ունեն։ Իսկ Հայաստանում սպասարկող մեքենաների թիվը 1042։ Հիմա կուզում եք կրճատեք, ուզում եք մի կրճատեք, ամբողջ աշխարհում այդպես է հարկատուների բոլոր քաղաքացիները սկսած ֆիզիկական անձանցից վերջացած տնտեսարող սուբյեկտներից բոլորը կատարում են, զիջում են, պարտավորություն են կատարում պետության նկատմամբ հանուն հանրային կարիքների։ Այդ հանրային կարիքների համար ուղղված փողը չի կարելի այլ նպատակների համար օգտագործել։ Շատ բարի, հիմա պետք է այդ պատավատները կոպիտ ասած կրճատել։ Իհարկե, իհարկե։ Ուրեմն այդպես ամբողջ աշխարհում չկա դες բան։ Սա ուզում եմ ասեմ միջև անգամ կենտրոնացված կառավարման, այսինքն սովետական մոդելի ժամանակել իհարկե պետությունը ամբողջությամբ սպասարկում էր բարձր պաշտոն կրողներին, բայց բոլոր դեպքերում գոնե չափ կար։ Այս պարագայում ուրեմն տեսեք շատ տխուր է վիճակը, շատ։ Շնորհակալություն հետաքրքրի համար։ Ես հիշեցնեմ, սիրելի բարեկամներ, որ իմ զրուցակիցն էր տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը։ Մենք կհանդիպենք երկուշաբթի օրը, տեսություն։